խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են կալանավորվել Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանին, որին ձեր Նիկոլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործեր անվանում ոնց եղավ, որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար Միքայել Սրբազանը, որը առողջական հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ որևիցե մեկ Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե Ուզում հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերում ում օրինակ։ Ում ասեք ով Բոլորի դեմ Սեյրան Օհանյան։ Ահա, վերադարձանք։ Սեյրան Օհանյանին, հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք։ Սեյրան Օհանյանին հարցրեք, ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում, ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ, դա քաղաքական հետապնդում է, կա այդ տունը, թե չկա, ֆիզիկապես էլ, նոմա ձեր տալ, թե չէ, մնացածին հարցրեք, ուզում եմ հասկանում։ Իշխանության քաղաքական իշխանության անկարողությունը, թե իրավական համակարգ։ Նարեկ, ախր չի կարելի, լսի, անգործություն, լսի, արձանագրում եմ հետևյալը, որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը, որ քաղաքական իշխանությունը, լսի ասեմ, պատասխանեմ, դուք ուզում եք մեզ վերագրել մի բան, որ քաղաքական իշխանությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ, ասում է, դե բան արեք անչա, այս ինչին նետեք բատը, այս ինչին նետեք բանտը, այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մեզ մեղադրում են, ասում են, այս մարդը խի բանտում չի, այն մարդը խի բանտում չի, այդ մարդը խի բանտում չի, այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ, անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք, այդ որ ասում եք ում բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալը, հարգելիներս, դրա համար դա ինձ չի, որ ես կամ դուք պետք է որոշեն միջազգային համապատասխան ոչ, սահմանում չէ, սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որևիցե մեկը մի րոպե Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, նաև ֆինանսական հարաբերությունների մեջ, լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես, մի վերցա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որից դու չես հասկանում։ Հարգելիս, կարող ես ասել, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդամենը վերնագիրն եմ ուզում, կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք, իշխանության զարթման փորձի համար։ Հարգելիս։ Իշխանության զարթման փորձի համար։ Կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում։ Այդ հետո լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։